Քիչ առաջ խոսում էինք այն մասին, որ օրագրերը օգնում են հաղթահարել տարատեսակ նաև հոգեբանական, հոգեկան խնդիրներ, բայց հիմա խոսելու ենք ֆիզիկական առողջության մասին, որովհետև հիմա ավելի մանրամասն մեր հյուրերի հետ բացելու ենք 3 կյանք հասարակական կազմակերպության կատարած աշխատանքի մասին բոլոր գաղտնիքները, որովհետև նրանք օգնում են ծանոթանալ առաջին օգնության կանոններին եւ թե ինչպես կարող ենք պահպանել մեր եւ մեր շրջապատող մարդկանց առողջությունը։ Ես էլ ներկայացնեմ մեր հյուրերին, որոնք արդեն տաղավարում են 3 կյանք հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Եգանյան, բարի լույս։ Բարի լույս։ Եվ 3 կյանք հասարակական կազմակերպության քարտուղար Սեյրան Սարյան, բարի լույս։ Շնորհակալ ենք տաղավարում հյուրընկալվելու համար, շատ ճիշտ հարց տվեց մանեն մինչ եթերը սկսելը, մինչ հարցազրույցը սկսելը ձեզ, թե ինչու 3 կյանք, առաջարկում այդ թեման նորից քննարկենք, որպեսզի մեր հեռուստադիտողները եւս իմանան պատմությունը։ Նախ շնորհակալ ենք հրավերի համար ձեզ։ 3 կյանք հասարակական կազմակերպությունը ստեղծվեց նպատակ ունենալով առաջի օգնության գիտելիքների տարածումը հասարակության շրջանում։ Ինչու 3 կյանք կոչվեց, քանի որ դասընթացի ընթացքում անդրադառնում են 3 հիմնական կետերի, որոնք ամենաշատն են հանդիպում տուժողների շրջանում եւ դրանց կանխարգելումը արդեն նվիրում է այսպես ասած 3 կյանք տուժողին, դա արյունահոսության դադարեցումն է, շնչուղիների բացումը ու շնչառության ապահովումը եւ շոկի կանխարգելումը։ Հենց այս 3-ի կոմբինացիան մեզ հուշեց, որ պետք է անունը կոչվի 3 կյանք։ Իսկ ինչու եւ ինչպես որոշեցիք ստեղծել հասարակական կազմակերպություն, որը կզբաղվի առաջին օգնության ամենափոքր, ամենասկզբնական գիտելիքները մարդկանց մատուցելով։ ՀԿ-ի գաղափարը ծնվեց մի քանի ամիս առաջ, իսկ ՀԿ-ից առաջ դեռ կար միտք առաջի բուժօգնության դասընթացներ կազմակերպելու։ Դա եղել է մոտ 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ անհրաժեշտություն էր ուղղակի, որ յուրաքանչյուր ոք կարողանա տիրապետել առաջի օգնության գիտելիքներին, ինչպես նաև ոչ միայն տիրապետի, այլ նաև կարողանա օգնություն ցույց տալ։ Եվ այդ պատճառով որոշեցինք տարածել լայն շրջանակների ավելի, քանի որ անհրաժեշտություն է առաջանում, ոչ թե ըստ ցանկության պետք է սովորել, այլ անհրաժեշտ է տիրապետել առաջին բուժօգնության գիտելիքներին։ Ինչպես են կազմակերպվում ձեր աշխատանքները, քանի որ առհասարակ ամեն ինչ կամավորական սկզբունքով է, չէ՞, արվում չկա հստակ կայուն ֆինանսավորում, հետաքրքիր է ինչպես է գտնում այն մարդկանց, ում հետ համագործակցում եք, ովքեր են թիմի անդամները եւ ինչպես է կազմակերպվում այս կարևոր աշխատանքը։ Թիմում մենք 6 հոգի ենք։ Մեր աշխատանքները մենք մեր ուժերով ենք կազմակերպում, այցելել ենք դեռևս Տավուշի մարզի մի շարք համայնքներ, առաջիկայում պլանավորել ենք այցելել Լոռու մարզի Ալավերդու համայնք, համագործակցում ենք Ալավերդու համայնքապետարանի հետ եւ շուտով հունիսի 25-ից կմեկնարկենք մեր դասընթացները Լոռու մարզում, Ալավերդի համայնքի 12 գյուղերում։ Հիանալի արդյունք է ընդհանրապես այս մի քանի ամսվա կատարած աշխատանքի համար, բայց խոսենք Տավուշում ինչպես անցան դասընթացները եւ կոնկրետ որ համայնքներում եղան դրանք։ Տավուշում իրականացրել ենք 6 դասընթաց արդեն, մինչ դպրոցական արձակուրդները ծրագիր իրականացնում ենք դպրոցների հետ, հիմնականում ընդգրկված էին ավագ դասարանի աշակերտները։ Այցելեցինք 6 դպրոց, ինչպես նաև 1 երիտասարդական կենտրոն Իջևան քաղաքում։ Դասընթացը կազմակերպվում էր հիմնականում գործնական հմտությունների վրա ավելի շատ ուշադրությունը դարձնելով եւ արդյունքներ ունենք գովելի, երբ մարդիկ ցանկանում են սովորել։ Խնդիրը դա էր մեր մոտ, կասկած, որ մարդկանց չի հետաքրքրի, սակայն արդյունքները գոհացուցիչ են։ Երբ խոսում ենք առհասարակ առաջին բուժօգնության մասին, այսպես տրամաբանական է, չէ՞, թվում որքան կարևոր է թեման, իհարկե կարծես թե բոլորն էլ գիտեն բոլոր առաջին քայլերը, որոնք պետք է իրագործել, իրականացնել, եթե որևէ խնդիր է առաջանում, բայց արդեն ելնելով ձեր ունեցած փորձից, ինչպիսին է առհասարակ մարդկանց տեղեկացվածությունը, օրինակ կան մարդիկ, որոնք ինչ որ առումով ծանոթ են այն քայլերին, որոնց պիտի անցնեն, եթե որևէ դեպք է պատահել, թե այսպես բոլորը ասում են, խոսում են դրա մասին, բայց իրականում չգիտեն թե հստակ ինչ է պետք անել։ Եթե անկեղծ իրականում եթե հարցնենք բոլորին գիտեն բոլորը առաջի բուժօգնություն ցուցաբերել, սակայն ունենք մեկ խնդիր, հիմնական մասը առաջի բուժօգնության միջոցով վատացնում են տուժողի իրավիճակը, այլ ոչ թե օգնում են բարելավել կյանքը։ Այդ իսկ պատճառով ավելի հիմնավորված տեսությունների համաձայն որոշեցինք գիտության վրա, ոչ թե հիմնականում խոսույթների, ասույթների հիման վրա ցուցաբերվի այդ օգնությունը։
Եվ քանի որ առաջիկայում պլանավորում եք այցել Լոռու մարզ, ինչպես նշեցիք արդեն Ալավերդի, ինչպես եւ ովքեր կարող են մասնակցել այս դասընթացներին, որովհետեւ արձակուրդներ են արդեն եւ դպրոցներում կարծես աշակերտները պատրաստ չեն գալ դպրոց, նոր դասընթացներ անցնելու այս օրերին։ Մենք իրականացնելու ենք մշակույթի տներում կամ վարչական ղեկավարների հետ համագործակցելու ենք եւ իրենք են իրազեկում իրականացնելու մուտքը ազատ է, տարիքային ինչ-որ սահմանափակում չկա, որ ինչ-որ կոնկրետ տարիքից մոտենան, տարիքային սահմանափակում չունենք, ցանկացողները կարող են մոտենալ, մուտքը ազատ է։ Իսկ աշխատանքների արդեն կազմակերպման առումով, եթե կան մարդիկ, որոնք նաև գուցե մեր հեռուստադիտողների թվում լինեն, որոնք ուզում են միանան ձեր թիմին եւ հենց կամավորական սկզբունքով նաև իրենք դառնան թիմի անդամ, իրենք օգնեն, մասնակցեն նաև այս դասընթացներին, ինչպես կարող են գտնել ձեզ։ Մենք ունենք տարբեր հարթակներ եւ սոցիալական ցանցեր եւ կայք ունենք, որտեղ կարող են հետեւել մեզ, մեր միջոցառումներից տեղեկանալ, ինչպես նաեւ եթե խոսքը գնում է Լոռու առումով, կարող են մոտենալ իրենց վարչական շրջան եւ գրանցվել այդտեղ։ Որպեսզի մասնակցեն։ Իսկ առաջիկայում կարող են մյուս մարզերում եւս սպասել ձեր կազմակերպության դասընթացներին։ Մեր միակ նպատակը այն է, որ Հայաստանի գրեթե բոլոր մարզեր այցելենք, բոլոր գյուղերով այս կարևոր առաքելությունը տանենք։ Դրա համար, այո, ճիշտ է, սահմանափակումներ կան, քանի որ հեռավոր մարզեր մի քիչ անհասանելի են ներկապահին, բայց հուսանք, որ առաջիկայում ամեն ինչ լավ կլինի։ Մեզ բնում է երևի թե միայն հաջողություն ձեզ մաղթել, որովհետև շատ կարևոր աշխատանք եք իրականացնում եւ իհարկե շատ ողջունելի է, որ անգամ մենք կամավորական սկզբունքով այս ամեն ինչը հնարավորություն է դարձնում, հնարավոր է իհարկե դարձնում մարդկանց ել ավելի լավ տեղեկանալ եւ հստակ իմանալ թե ինչ է պետք անել, երբ անհրաժեշտ է առաջին բուժօգնություն։ Բայց քանի մենք ունենք առիթ, ես ուզում եմ նաեւ հարցնել առաջին 3 այն մեծ մասամբ տրվող հարցերը, որոնք մարդիկ տալիս են դասընթացների ընթացքում, որ բուժօգնության մասին է խոսքը, որ խնդիրների մասին է խոսքը, երբ ասում են օրինակ այս դեպքում ինչ պետք է անենք։ Հիմնականում արյունահոսությունը առաջին հերթին քթային արյունահոսության ժամանակ ընդունված մեծ կարծրատիպ կա մեր ազգի շրջանում սխալ առաջի բուժօգնություն ցուցաբերելը։ Հիմնականում հարցը լինում է արյունահոսությունից, ինչպես նաև շնչուղիների բացումից, շատ դեպքեր են ունենում անհաջող ավարտով։ Դրա համար եւ կարեւոր ենք համարում հասանելի դարձնել բոլորին տվյալ օգնությունը։ Հիմնականում այս երկու թեմաներն են, ինչպես նաև բացի սրանից, սրանք ամենակարևորներն էին, ունենք նաև այրվածքների դեպքում ինչ պետք է անել, գերսառեցման, կարիճի ու օձի խայթոցի դեպքում ինչ պետք է անել, դրանք այս եղանակներին, այո, կարևոր տեղեկություններ են ինձ թվում է։ Իսկ դասընթացի ընթացքում միայն բանավոր ներկայացնում եք, թե ինչպես պետք է լուծել այդ խնդիրները, թե նաև պրակտիկ կերպով ցույց եք տալիս։ Իրարում ենք գործնական ամեն ինչ ցույց ենք տալիս անում։ Մնում է մեր հեռուստադիտողներին հիշեցնել, որ հունիսի 20-ից հուլիսի 20-ը 1 ամիս 3 կյանք հասարակական կազմակերպությունը լինելու է Լոռու մարզում, տարատեսակ դասընթացներ են լինելու, որի ընթացքում դուք կարող եք ձեռք բերել նոր գիտելիքներ, նույնիսկ եթե գիտեք, կարող եք թարմացնել ձեր գիտելիքները, այցելելով այս դասընթացներին եւ առաջին օգնության մասին իմանալ ավելին։ Շնորհակալ ենք անչափ առավոտը մեզ հետ սկսելու համար։ Ձեզ ենք շնորհակալ։ Սիրով։ Իհարկե շատ կարևոր թեմա է եւ շատ կարծում նաեւ ողջունելի է, դու էլ նկատած կլինես, որ մենք յուրաքանչյուր անգամ փորձում ենք առողջապահական թեմաների մասին խոսել եւ ինչպես արդեն եւս մեկ անգամ նշեցինք, այո, թեման իսկապես շատ կարևոր է, այնպես որ եթե չասենք երբ նաեւ ձեր բնակավայրերում վստահաբար այս թիմը հայտնվի եւ անցկացնի դասընթացները, իհարկե պետք է հնարավորությունը բաց չթողնել եւ անպայման այցելել սովորելու համար ավելին։ Իսկ մենք պիտի շարժվենք արդեն առաջ, լսենք լավ երաժշտություն, վերադառնանք շարունակելու եթերը։